Աջակնետի նստարանում քաղաքացիական գործով գտնվում է լրագրող Լերանիկ Գևորգյանի, Անի Խաչատրյանի հայց ընդդեմ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի։ Այս պահին մենք զրուցում ենք Անի Գևորգյանի փաստաբան Զարուհի Նախճարյանի հետ։ Տիկին Նախճարյան, ինչ հետևություններ դուք արեցիք այս դատական նիստից, մի տեսակ ֆիլմ էր հիշեցնում որոշ դրվագներ, ինչ հետևություն արեցիք հատկապես Գեղամ Նազարյանի պատասխաններից, որ նկատի եմ ունեցել հենց թիրախավորում էր Անի Գևորգյանը։ Նախ ասեմ, որ հաջողվեց տեսաձայնագրել եւ լուսանկարել դատական նիստը, քանի որ հենց պարոն Նազարյանը դեմ արտահայտվեց եւ դա բացարձակ հիմք է, որպեսզի դատարանը թույլ չտա նկարահանում իրականացնել դահլիճում, սրանով պայմանավորված դուք թեև ականատես եղաք դատական նիստին, բայց չկարողացաք այն տեսաձայնագրել։ Այսօր մենք միմյանց հարցեր ուղղեցինք, պարոն Նազարյանը ինձ որպես Անի Գևորգյանի եւ Անի Խաչատրյանի ներկայացուցիչ որևէ հարց չուղղեց, ես ուղղեցի, ես ունեի բազմաթիվ հարցեր, որպեսզի բացահայտեմ իր իրական մտադրությունը այդ վիրավորական եւ զրպարտիչ արտահայտությունները կատարելու եւ մենք կարողացանք համոզվել, որ նա այդ արտահայտությունները անելիս նկատի է ունեցել հենց երկու հայցվորների լրագրողական արժանապատվությունը, մասնագիտացումը, մասնագիտական արժանապատվությունը, հա, եւ նա համենայն դեպս այդպես ներկայացրեց, որ ի նկատի է ունեցել հենց եւ ցանկություն է ունեցել նսեմացնել հենց մասնագիտական արժանապատվությունը հայցվորների։ Այսքան ոչ որպես կին է նկատի ունեցել, այլ որպես լրագրող։ Նա այդպես բացատրեց։ Չգիտեմ դատարանը ինչ կերպ կընկալի, բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ օրնկաբարո անձնավորությունը արտահայտությունը ենթադրում է սեռական պատկանելիություն։ Դուք ժամանակ վերցրեցիք, ինչ նոր ապացույցներ եք ներկայացնելու։ Ես դեռ չեմ կարող պատասխանել ձեր հարցին, պետք է մի քիչ մտածեմ, աշխատեմ այդ ուղղությամբ, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ անփոփ դիրքորոշում կներկայացնեմ դատարանին, արդեն այն արդյունքներով, որը որ մենք այսօր ունեցանք նաև պարոն Նազարյանի դիրքորոշումը հաշվի առնելով։ Գեղամ Նազարյանը պարբերաբար խոսում էր սադրանքից, իր խոսքում տեղ էին գտնում նաև այնպիսի դրվագների ներկայացում, որոնք ընդհանրապես գոյություն չեն ունեցել կամ կային նաև այնպիսի դրվագներ, որոնք խեղաթյուրված էին։ Իրականում ինքը Գեղամ Նազարյանը իր խոսքում ցույց տվեց, որ ինքն է փորձել մեզ որպես լրագրողների սադրել, որովհետև ես իրեն չեմ մոտեցել։ Ինքն է մոտեցել, ինքն է հրահանգներ փորձել տալ, ինչը չէր հերքում ՊՊՏ ծառայողներին, եւ ամենակարևորը, երբ ինքը խոսել է, այսինքն ինքն է առաջինը սկսել։ Մենք ՊՊՏ ծառայողների հետ քննարկում ենք ունեցել ոչ թե վեճ, ընդ որում դա չէր էլ տեսանկարահանվում այդ պահին։ Հարցը։ Այո, այստեղ սադրանքը ակնհայտ չէր, որ նաև ուղղված էր լրագրողներին։ Կարծում եմ, որ տեսանյութերի ուսումնասիրությունը ամեն ինչ տեղը կգցի։ Տիկին Նախճարյան, դուք ձեր հարցերի միջոցով պարբերաբար փորձում եք հասկանալ, թե ինքը ասելով սրան հավաքեք տարեք ստեղից ասելով, ինչ լիազորություն, ինչ ֆունկցիա է ունեցել։ Դուք բավարարված եք Գեղամ Նազարյանի պատասխանից, որ որպես շարքային քաղաքացի, այսպես պետական սահմանների անձնմխելիությունն էլ պաշտպանված չկան։ Այս տիպի ինչ-որ բացատրություն տվեց, դուք բավարարված եք այդ պատասխանից, որ ինքը որպես քաղաքացի իր պարտքն էր համարել խոչընդոտել լրագրողների աշխատանքի իրականացումը։ Այո, ես բավարարված եմ, որովհետև դա ընդգծվեց, որ որպես ազգային ժողովի պատգամավոր նա նման լիազորություն չի ունեցել, որպես քաղաքացի նա նման լիազորություն եւս չի ունեցել եւ փաստորեն չուներ ոչ աշխատանքային, ոչ ծառայողական պարտականություն միջամտել լրագրողների գործունեությանը, բայց կատարել է այն։ Իսկ այդ որ 3+2 ֆիլմը հիշեցրեց, որ խորհրդի կարգով է պարզապես ասել ՊՊՑ-ին։ Ուզում եմ ձեզ մի գաղտնիք բացեմ, ես նայել եմ այդ ֆիլմը։ Հայտնի Կեղծել եմ, էլի դատական նիստում։ Այստեղ նաև մեկ այլ դրվագ կար։ Գեղամ Նազարյանը խոսում էր սահմանային գոտու վերաբերյալ, բայց եկեղեցու ներսում է
նկարահանումը, այսինքն բանակցությունը ըստ էության սկզբում եղել է դրսում, բայց բուն նկարահանումը ինքը խոսեց Նիկոլ Փաշինյանի գալուի վերաբերյալ եւ այլը արդեն պատարակը եղել է եկեղեցու ներսում եւ ինքը շեշտում էր, որ եկեղեցու ներս ինձ չպիտի թողնեն, պղծում եմ եկեղեցին, այսինքն խոսքը չէր վերաբերում օրինակ այնտեղ սահմանային գոտուն, այսպես իրենց լեզվով խաղաղության պատին։ Չէ, առհասարակ ինչ սահմանային գոտու մասին է խոսքը, երբ այն պաշտպանվում է արժե պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից։ Մենք ունենք հատուկ մարմիններ, այդ մարմինների ներկայացուցիչները եւ ծառայողները գտնվել են տեղանքում։ Որևէ առարկություն ձեր տեսաձայնագրմանը եւ լրագրողական գործունեությանը չեն ներկայացրել, որևէ կերպ չեն խոչընդոտել ձեր աշխատանքը։ Դուք կատարել եք տեսաձայնագրություն։ Արդյոք պարոն Նազարյանը այն անձն է, որ պետք է խոստանա բանտ գցել այս կամ այն քաղաքացուն, արդյոք այն անձն է նա, որ պետք է խոստանա կամ ապահովի, որ այս կամ այն անձին հեռացնեն տվյալ տարածքին կամ չհեռացնեն, կամ արդյոք այն անձն է, որ նա պետք է ցույցում տա, թե որտեղ պետք է լրագրողական գործունեություն իրականացվի եւ որտեղ է դրա սահմանները։ Այդ բոլոր հարցերին մենք կկարողանանք պատասխան ստանալ դատական ակտով։ Բայց ինքը չհերքեց, որ ինքը մտահոգված էր Նիկոլ Փաշինյանին Ճիշտ հակառակը ասաց, որ ինքը այո, չէր ուզում ճիշտ հակառակը իր հիմնական անհանգստությունը նա ասաց, որ ես այո անհանգստացած եմ եղել Նիկոլ Փաշինյանի այցով եւ Անի Գևորգյանը այցելել էր իրանց հենց Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ, սպասվելիք այցի կապակցությամբ, այսինքն կոնկրետ իրենով, ոչ միայն իրենով, այսպես ասեմ, անհանգստացած է տվյալ իրավիճակով։ Հերքեց ինքն իրեն, որ ես կանխամտածված փորձել եմ այո, իրեն սադրել որովհետև սկզբանե ասում էր, որ կար որոշակի լարվածություն մեր միջև եւ նա այնուհետև դատարան դիմելու համար սադրանքներ է ինձ ներկայացրել, մինչդեռ հետո ինքն իրեն հերքելով նշեց, որ իր անհանգստությունը գտնվում էր նաեւ այնտեղ, որ Փաշինյանը պետք է այցելեր իրանց եւ Անի Գևորգյանը ինչու է եկել այնտեղ լուսաբանել։ Եվ նա այստեղ մեկ այլ անձի եւս վիրավորեց Իրանցեցի Գոհար Վարդանյանին, ասաց իմ խոսքն իրեն էլ էր ուղղված։ Նաև Էդգար Ղազարյանին վիրավորեց, բայց այդ պահին ես չհիշում։ Հարգելի լրագրողներ, ուրեմն իրականում հարցը մի քիչ ուրիշ տեղ է գտնվում։ Անձնավորությունը ինչ որ արտահայտություններ է հասցեագրում, նշում է այս երկու անձինք, որ երկու անձինք, այսինքն ոչ թե 5 անձինք, ոչ թե ձեր խումբը, ոչ թե ձեր թիմը, ոչ թե անկյունում կանգնած մարդիկ, այնտեղ մի բազմություն կար, արտահայտությունները բազմաթիվ են։ Նշում է երկու անձինք եւ պիտակավորում է այս կամ այն արտահայտությամբ։ Ընդ որում որևէ անգամ չի էլ ասում առարկություններին ես ծանոթացա, չի էլ նշում, որ Անի Խաչատրյանի մասին չէր խոսքը։ Գոհարի, Պետրոսի, Կիրակոսի չի ասում։ Դատարանում փորձեց ասել Անիին չի վերաբերել, նկարանով խմբին է արտահայտեց, դե նա էլ ոնց որ այդ մասով իր պարտականությունը պետք է կրի հապացուցման։ Իսկ Տիգրան Աշխարհյան ներողության հետ կապված ինչ կասել, ինքը դատարանում այսպես փորձեց ասել, ես կին որպես չեմ ուզել վիրավորել նման նպատակ չեմ ունեցել, ներողություն եմ խնդրում, հետո ասեց կխնդրեմ, եթե Անի Գևորգյանը նույնպես ինձանից ներողություն։ Այս է շատ հետաքրքիր հարց էր, ասեմ ձեզ։ Ուրեմն ի սկզբանե իմ առաջի հարցը պարոն Նազարյանին այս արտահայտությունների, այս բացատրությունների ֆոնին եղել է հետևյալը։ Խնդրում եմ ասեք, եթե ձեր առարկությունը հիմնականում վերաբերում է նոմարային հատվածին եւ դուք ընդունում եք հերքման եւ ներողություն խնդրելու պահանջը, արդյոք դուք պատրաստ եք ընդառաջ գալ այդ մասով, որովհետեւ հիշենք, որ հայցը վերաբերվում է բացառապես իր արտահայտություններին ուղղված Անի Խաչատրյանին եւ Անի Գևորգյանին։ Այլ պահանջ մենք չունենք դատարանում քննված կամ քննվելիք։ Նա ասաց, որ ես պատրաստ եմ, եթե Անի Գևորգյանը խնդրի ներողություն, բայց ինչի համար խնդրի, եթե մեր հայցը վերաբերվում է քո ներողությանը։ Այս հարցերը կան։
Եվ եթե ինքը դրական պատասխաներ, ես հենց այդ նույն պահին կխնդրեի ընդմիջում հայտարարել եւ իմ վստահորդների հետ կքննարկեի միգուցե այս հարցը հաշտությամբ լուծել։ Եվ մեծ ուրախությամբ արձանագրենք ձեր հետ միասին այդ հաշտության համաձայնությունը, բարենպաստ ելքը, որ այսքան կարոտ ենք մնացել մեր օրերում։ Իսկ այն որ այսինքն ոնց հասկացա Անի Գևորգյանից էր ինքը որպես պայման դրել ներողություն, այդ դեպքում Անի Խաչատրյանի մասով ինչ ներողություն Ճիշտն ասած, ես այդպես էլ չհասկացա Անի Խաչատրյանի մասով իր առարկության բովանդակությունը, որովհետև իմ հարցը հետևել էր՝ մի արտահայտությունը Անի Խաչատրյանին եւս է վերաբերում, դա ընդամենը մեկ արտահայտությունն է, երբ նա նշում է, շեշտում է երկու լրագրողին է, հա, հասարակում, տենց էլ նշում է։ Ես հարցրեցի, եթե դու համարում ես, որ Անի Գևորգյանի հետ ունես որոշակի լարվածություն, ապա ո՞րն էր Անի Խաչատրյանի հասարակում այդ արտահայտությունների, ասաց սկզբից ասեց թիմին եմ ասել, հետո ասեց Զուգոհարին եմ ասել, հետո ասեց մեկ այլ անձնավորության եմ ասել, հետո ասեց ես չեմ էլ ճանաչում Տիկին Խաչատրյանին, բայց դահլիճում հայացք ուղղեց հենց Անի Խաչատրյանին։ Չեմ կարող ասել, այդպես էլ իմ համար ոնց որ հստակություն չստացա ես այդ մասը։ Արձագանքը որ ասաց, եթե ես ներողություն խնդրեմ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները ճիշտ չեն հասկանա։ Չեմ ուզում մեկնաբանել։ Կներեք, բայց այստեղ մի բան էլ կար, ինքը падգամավորը եւ այդ ամենասուր քննադատությանը պիտի պատրաստ լինի, բայց փաստորեն ինքը պատրաստ է, որ այո, իրեն ասած ես այո, ինձ կարող են ասել անբարոյական։ Այո, որովհետեւ ինքը իր հերթին ասաց, որ օրինակ Էդգար Ղազարյանը անբարոյական է։ Չեմ կարող մեկնաբանել, բայց բոլոր դեպքերում պարոն Նազարյանը ընդունեց, որ որևէ խնդիր չի տեսնում, եթե իրեն անվանեն անբարոյական падգամավոր։ Ես ունակ տեսնում եմ, բարձ ասեմ ձեզ, անկեղծ լինեմ ձեր հետ, ես տեսնում եմ այդ խնդիրը, բայց ինքը չտեսնում։ Եվ քանի որ ասաց, որ ես սադրել եմ իմ արտահայտությամբ եւ այլն, որդու անունային քաղաքական գործիչը, որը պարբերաբար տվել է մեկ ընդդիմադիր հարթակից, մեկ իշխանական հարթակից եւ ինքն էլ պատրաստ է, որ այո, գործչին կարող են ասել անբարոյական, նմանատիպ սուր քննադատության պատրաստ չպիտի լիներ, եթե մի օր մեղադրել է նույն Նիկոլ Փաշինյանին, ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են սպանել Աբգարին, եւ հիմա օրինակ Կիրանցի եկեղեցում ասում էր, որ եկել է Նիկոլ Փաշինյանին, կարծես թե ինձնից պաշտպանելու։ Մենք կարող ենք պարոն Նազարյանի տարբեր ելույթներ միմյանց հետ համեմատել, տեսնել եւ գտնել 100 տարբերություն կամ նմանություն։ Մենք կարող ենք քաղաքական ենթատեքստեր ունենալ։ Աժ падգամավորը բոլոր դեպքերում պետք է ավելի տոլերանտ եւ հանդուրժող գտնվի ցանկացած քննադատության։ Անկախ նրանից դա պարոն Նազարյանն է, թե մեկ այլ դա падգամավոր է, հա, բոլոր պաշտոնյաների մասին է խոսքը, բոլոր քաղաքական գործիչների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով դա հիմնավորված է։ Հիմա տեսնենք իր ասած կոնտեքստը արդյոք քաղաքական էր, որը նա ծավալեց Տիկին Գևորգյանի եւ Տիկին Խաչատրյանի հանդեպ։ Ես քաղաքական գործիչ չեմ, պատգամավոր։ Բայց քաղաքական բնույթի խոսք էր։ Իմ կարծիքով ոչ։ Շնորհակալ ենք, Շեն։